10 բալանոց խցանումները Երևանի առօրյան են դարձել, որոնք անկասկած կշատանան նախատոնական օրերին։ Քաղաքապետարանում սա ևս տեսնում են, մտածում են ստեղծել երթևեկության կառավարման կենտրոն, նաև համակարգելու խցանումները։ Տիգրան Ավինյանը կոչ է անում աչքերը չփակել, որ այս տարի 45,000 նոր ավտոմեքենա է մտել երկիր, որից 10,000-ը Երևան։ Ամեն օր 5-ից 7,000 մեքենա էլ մարզերից է գալիս։ Նա նաև հնարավոր է համարում անհատական ավտոմեքենաների սահմանափակումներ մտցնելը, թե ինչպես դեռ պարզ չէ։ Զարգերակի հետ զրույցում փորձագետ Արտակ Խաչատուրովը չի կարծում, որ խնդիրը պետք է բարթել միայն մեքենաների թվի վրա, բայց վերջին ժամանակաշրջանում Երևանում մոտ 500,000 մեքենա է շահագործվում, 10,000 մեքենան Կաթիլ է օվկիանոսում, ասաց նաև նշեց, որ ամենամեծ խնդիրը պլանավորման բացակայությունն է, իսկ ճիշտ կազմակերպելով այսքան մեքենաների դեպքում էլ հնարավոր է նման խցանումներից խուսափել։ Ըստ նրա խնդիրները համակարգային են, էսկադաների բացակայությունից մինչև գծանշումներ, կայանատեղերի բացակայություն։ Խաչատուրովի խոսքով, թեթև վթարների դեպքում մեքենաները մինչև 15 րոպե հետո ճանապարհից հեռացնելու որոշումը կենսունակ չէ։ Կարմիր գծերի թանկացումն է չքչացրեց խցանումները։ Փորձագետը առաջարկում է թույլատրել ավտոբուսի գծերից օգտվել նաև լիցենզավորված տաքսիներին։ Ըստ նրա, կարևոր խնդիր են նաև քաղաքում մեծ բեռնատարները։ Թեև կենտրոնում դրանց երթևեկությունը ժամային որոշ սահմանափակում ունի, բայց դա պետք է տարածել ամբողջ քաղաքի վրա։